պատվիրում ես տաքսի մի քանի հպումով եւ կարճ ժամանակ անց մեքենան արդեն կանգնած է դիմացդ։ Թվում է թե ամեն ինչ պարզ է, բայց այս պարզ գործընթացի հետևում կա ավելի բարդ իրականություն։ Ով է եկել, ինչ մեքենա է, տեխնիկական ինչ վիճակում է, փորձառու է արդյոք վարորդը։ Այսպիսի բազմաթիվ հարցեր հաճախ մնում են անտեսանելի ուղևորի համար, որը պարզապես նստում է մեքենան ու սկսում ճանապարհը։ Facebook-յան էջերում մարդիկ հաճախ գրում են, որ մեքենան բավականին կեղտոտ է մոտեցել։ Վարորդը սթափ վիճակում չէր կամ էլ տարիֆն է թանկ եղել։ Այս ամենը հստակ կարգավորող մարմին չկա։ Էպիկենտրոնի հարցմանն ի պատասխան Yandex ընկերությունը հայտնեց, որ իրենք էլեկտրոնային հարթակ են, որի փաստացի օգտատերերն են վարորդները եւ ուղևորները։ Հարթակի միջոցով կարող են առցանց եղանակով պատվիրել ուղևորափոխադրում, ինչից հետո պատվերները ավտոմատ մշակվում եւ փոխանցվում են հարթակի օգտատեր վարորդներին, որոնք անմիջապես մատուցում են ոչ կանոնավոր փոխադրման ծառայություններ։ Հետևաբար Yandex.Go-ն վարորդների գործատուն չէ եւ նրանց ընտրություն չի իրականացնում։ Վարորդները համագործակցում են Yandex.Go-ի գործընկերների, իրավաբանական անձանց կամ ԱՁ-ների հետ եւ հենց այդ գործընկերների միջոցով են միանում հարթակին։ Տաքսիների վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, բայց միայն այն մասով, թե արդյոք լիցենզիայով են վարում, թե ոչ։ Եթե լիցենզիա չունեն, վարչական պատասխանատվություն կկրեն։ 2024 թվականին 220 արձանագրություն են կազմել, 2025 թվականին 150, իսկ այս տարի մինչև օրս 30 արձանագրություն։ Մարդատար տաքսի ավտոմոբիլների համար պետք է ունենան ուղեսրահում ուղևորին հասանելի մասում տեղադրված սակաչափիչ, տաքսի գրառմամբ կամ շախմատաձև տեղին եւ սև տարբերանշան, տվյալ վարորդի վերաբերյալ կամ կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն, վարորդի անվանումը կամ կազմակերպության անվանումը եւ հեռախոսահամար, թափքի կողային եւ ուղեսրահում գնացուցակ, պարտադիր, որն առնվազն պետք է ներառի ուղևորափոխադրման նվազագույն արժեքը։ Օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող մեքենաները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների, լինեն սպիտակ, մինչև 7 տարվա արտադրության եւ գործարանային վառելիքով շահագործվող։ Սակայն ընդհանուր առմամբ տաքսիների տեխնիկական վիճակի նկատմամբ հատուկ վերահսկողություն չկա։ Այնպես է, ինչպես բոլոր տրանսպորտային միջոցների դեպքում։ Սահմանափակվում է տարեկան պարտադիր տեխնիկական զննությամբ։ Միևնույն ժամանակ ուղևորափոխադրումների գների նկատմամբ պետական որևէ մարմին վերահսկողություն չի իրականացնում։ Ինչի հետևանքով սակագների ձևավորումը հիմնականում մնում է մասնավոր ընկերության հայեցողությանը։ Ուղևորության ընդհանուր արժեքը կարող է սովորականից ավելի բարձր լինել, եթե երթուղում բավարար քանակությամբ տրանսպորտային միջոցներ չկան։ Օրինակ, խոշոր մարզական համերգային միջոցառումներից հետո, տոնական օրերին կամ վատ եղանակի դեպքում, որպես կանոն, ավելի շատ օգտատերեր են հակված պատվիրել ուղևորություն, մինչդեռ վարորդների քանակը բավարար չէ։ Այս դեպքում ավտոմատ ակտիվանում է գնի աճի գործակիցը։ Yandex-ն ասում է, առանց այս գործակցի օգտատերերը ծառայությունում պարզապես կտեսնեին ազատ ավտոմեքենաներ չկան նշումը եւ չէին կարողանա ուղևորություն պատվիրել։ Տաքսի ընկերությունների աշխատակիցների հետ կապվել շատ դժվար էր ստացվում։ Իսկ GG տաքսի ընկերության հետ զրուցել այդպես էլ չհաջողվեց։ Էպիկենտրոնի գրավոր նամակին ի պատասխան ասացին, որ կապ կհաստատեն, իրենց մոտ զանգերը միայն ելքային են։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։